Հայրենիքը սկսվում է խրամատից, որից այն կողմ դարերի թշնամին է, սահմանը պահող հայ զինվորների զգոնությունն ու կյանքն այն գինն են, որ վճարում ենք անկախ եւ առհասարակ շնչելու համար, իսկ նրանցից յուրաքանչյուրը գիտի հայրենի հողի ամեն մետրի արժեքն ու գիտակցում է իր հայացքի պատասխանատվությունը։ Արմեն Հովանիսյանի մայրն է ասում, արցախա-ադրբեջանական սահմանին հունվարյան դիվերսիան կանխելու ժամանակ զոհված հերոսի մոր զգացմունքները ժամանակը չի մեղմացնում։ Հիմա ավելի շատ եմ կարոտում։ Արմենի պաշտպանած նույն դիրքերում այս պահին նրա համադասարանցիներն են Ռաֆիկն ու Արմենը։ Ադրբեջանի ռազմական ղեկավարության վերջին օրերի արկածախնդիր գործողությունները մտահոգում են քաջերի մայրերին։ Տիկին Մարինեի հետ զրույցները հանգստացնում։ Մայրերը անչափ հուզված էին։ Ես որ այս ամեն ինչի միջով անցել եմ, ես իրենց սիրտ էի տալիս։ Այս սենյակում Արմենը քննել է, արթնացել, ընկերներին այստեղ հավաքել։ Այսօր ամեն անկյունը նրա փառքի մասին է պատմում, իսկ լսողներ ամեն օր են գալիս իմանալու, որ բոլոր դիրքապահները թագավոր տղերք են։ 10-ից 11-12 տարեկան երեխաներ են, բայց նրանք էլ շատ լավ գիտակցում են եւ այս ամենը տեսնելով, այս ամենը լսելով, այդ երեխաները այդ ամեն ինչը անցկացնում են իրենց միջով։ Եղարքունիքի մարզի տարբեր համայնքների պատանիներն են։ Պատիվ ունեմ ռազմահայրենասիրական ծրագրին են մասնակցում։ Արմենի եւ հունվարի 19-ի գիշերվա մասին ամեն ինչ գիտեն։ Նա իր վրա վերցնելով թշնամու կրակը մարտնչել է թշնամու հետ, ժամանակ տալով իր դիրքապահ ընկերներին, որպեսզի հավաքվեն եւ նրանք նույնպես կարողանան միանալ Արմենին եւ հենց այդպես հերոսաբար նա զոհվել է։ Եվ գիտեմ, որ ոչնչացրել է մի քանի ադրբեջանցիների։ Ադրբեջանցիները մեր հավերժ թշնամիներն են։ Ես ուզում եմ մի քիչ խոսել Արմեն Հովանիսյանի մասին, մեր հերոսի։ Ես առանձնապես ոչինչ չեմ կարող ասել, ուղղակի ես կարող եմ ասել, որ ես շատ հպարտ եմ, որ մեր հայ մայրերը այսպիսի հերոս տղաներ են ծնում։ Մանջան չտխվեց, շատ չմտածեց, կռիվ են գնում աղբերս ու ես, մռայլ գիշեր նստած են խոսում, այստեղ հայ քաջի արյուն է հոսում, եկել են կռիվ, կռվում ենք այսպես, խփում ենք թուրքին աղբերս ու ես։ Անի Ավետյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։